Կուտակային կենսաթոշակային նոր համակարգը, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, արդեն ուսուցողական փուլում է։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության համապատասխան ծրագրով բնակչության իրազեկության բարձրացման փորձնական միջոցառումների շարք է մեկնարկվել Հանրապետության 6 մարզերում։ Կենսաթոշակային բարեփոխումներին ծանոթացնելու նպատակով Վանաձորում հրավիրվել էր դասընթաց տեղական այն կազմակերպությունների մասնակցությամբ, ովքեր նրանց խոսքով կարծիքի լիդերներ են, ունեն շրջապատ, ենթակա անձնակազմ, որոնց միջոցով կարող են տարածել տեղեկատվությունը։ Միջազգային գրասենյակն ստանձնել է իրազեկման արշավի ֆինանսավորումը։ Ծրագրի նպատակն է աջակցելու մեր կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումների եւ աշխատաշուկային վերաբերող հարցերում, ամբողջացնելու ոլորտի իրավական դաշտը։ Բարեփոխումների փաթեթն ընդունվել է 2010 թվականին եւ շուրջ 2 տարի մանրակրկիտ մշակվել են ենթաօրենսդրական ակտերը։ Եվս 2 տարի պետական կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը գործունեություն կծավալի հանրային իրազեկման եւ ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ։ 2014 թվականից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համապատասխան բավարար ֆինանսական գիտելիք ունենան, կարողանալու այսպես ասած իրականացնելու իրենց իրավունքները այս համակարգում, քանի որ համակարգը ինքը ուղղված է անձի վրա, ինքը բարեփոխում է եւ ուղղված է անձի վրա բավականին պարտականություններ դնելու, որ պահանջում է ֆինանսական գրագիտություն։ Կազմակերպությունը մոտ 3 ամիս առաջ տեղեկատվություն է տրամադրել բարեփոխումների համակարգում ընդգրկված կառույցների դերի, նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ։ Համակարգը ներդրվել է շուրջ 15 միջազգային նմանատիպ փորձերի ուսումնասիրության արդյունքում։ Տարբեր երկրներում արդյունավետ կիրարկված համակարգի տեղական մոդելը պարունակում է միջազգային փորձի որոշ տարրեր։ Ըստ AM Partners ընկերության տնօրեն Վահե Մամբրեյանի, այն թույլ է տալիս ինքնուրույն ձևավորել մեր ապագան, մեր արժանապատիվ ծերությունը։ Գործող կենսաթոշակային համակարգին զավակները վճարում են հայրերի համար կամ սերունդների համերաշխության սկզբունք, փոխարինելու է գալիս իր գլխի ճարը ինքնուրույն տեսնելու տարբերակը։ Առնվազն գալիք 4 տարիների ընթացքում նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու, ինչպես ամբողջ Հայաստանում շարունակական են լինելու, այդ թվում նաև Լոռեի մարզում։ Չէի ցանկանա այս պահին ասել, թե քանի նմանատիպ միջոցառում կլինի, բայց քանակը փոքր չի լինելու, ավելի սեգմենտավորված, կոնկրետ թիրախված շերտերի ենք փորձելու անդրադառնալ ծրագիրը։ Մենք տվյալ պահին կարելի է ասել, որ ունակություններ ենք զարգացնում նաև եթե հնարավոր լինի ներգրավել այդ ապագա ծրագրերի մեջ, մենք հաճույքով կներգրավենք, որովհետև ինքը բարի աշխատանք է, ինքը ճիշտ աշխատանք է եւ իսկապես դեպի բարեփոխում տանող աշխատանք է։ Կամավոր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը գործում է 2011 թվականից, որպես ուշագրավ փաստ մասնակիցները տեղեկացնում են, 1 տարվա ընթացքում համակարգից որևէ մեկը չի օգտվել։ Պարտադիր կուտակայինի դեպքում մասնակցությունը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար։ Պետությունը նույնպես կատարելու է կուտակային վճարներ։ Հայ ժողովուրդն ունի խնայողություն կատարելու կուլտուրա, սակայն ինչպես ասում են, աշկը տեսածից է վախենում։ Բոլորը վախով են հիշում Խորհրդային Միության կործանումն ու իրենց խնայողությունների փոշիացումը։ Համակարգի իրականացմանն իր մեծ դերն է ունենալու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Հայտնի սահմանում է, պետությունն ամենավատ գործարարն է։ Ամենավատ գործարարն էլ կփորձի պահել մեր արժանավայել ծերության երազանքը։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։